Երկնային յուրաքանչյուր բարդ ճախրանք սկսվում է երկրի մակերևույթից, թվում է, թե սա պարզ ճշմարտություն է, սակայն դա իր մեջ բազմաթիվ բարդություններ է պարունակում։ Սա իրական է հատկապես օդաչուների պարագայում, սակայն մինչ թռիչքների բարդությանն անդրադառնալը, նախ խոսենք դրանք իրականացնողների առօրյայի մասին։ Թվում է, թե օդաչուները մյուս զինվորականների նման նույն օրակարգով են ապրում։ Առավոտյան տողան, տեսական պարապմունքներ, վստահված տեխնիկայի ստուգում ու փորձարկում գործնականում։ Բայց պատահական չէ, որ օդուժը բանակի էլիտար զորատեսակն է համարվում, չէ որ օդաչուներին է վստահված մի ողջ երկրի օդային տարածքների բնականոն իրականությունը, կարճ ասած խաղաղությունը։ Հետևաբար մեծ է օդաչուների հոգեբանական լարվածությունը, ինչն հատկապես նկատելի է երիտասարդ երկնագնացների մոտ։ Այստեղ, ինչպես ասում են, նրանք մենակ չեն, քանի որ յուրաքանչյուր քայլափոխի հետ առավել փորձառու ընկերներն են օգնում, թե տեսական գիտելիքներով, թե գործնական փորձառությամբ։ Իրականացնում եք ուսումնական թռիչքներ օդաչուական անձնակազմի հետ, դա եք մեկտեղ պատրաստում եք սեպտեմբերի 21-ին կայանալիք զորանդեսին։ Մենք թռիչք իրականացնելու ենք երկու օղակի կազմով։ Օդաչուական անձնակազմը շատ բարձր պրոֆեսիոնալական պատրաստություն ունի։ Նախապես մենք գետնի վրա իրականացնում ենք թռիչքային էլեմենտների վարժանքները, որոնց ընթացքում ճշտում ենք բոլոր նյուանսները, մանրուքները, մեր մի ընդհանուր հայտարարի եւ օդում փորձում ենք դա իրականացնել։ Փորձառու օդաչուն համոզված է, որ միայնակ թռիչքներն ավելի հեշտ են իրականացվում զույգային կամ օղակային թռիչքների համեմատ, քանի որ խմբակային թռիչքի դեպքում պետք է փոխհամաձայնեցվի օղակի յուրաքանչյուր անդամի գործողություն, հակառակ դեպքում առաջազող օդային հոսանքը մեղմ ասած կարող է տհաճ անակնկալներ մատուցել։ Թվում է, թե խաղաղ պայմաններում իրականացվող թռիչքներն էական կամ առանձնակի բարդություններ չեն պարունակում, սակայն հենց այս ընթացքում պետք է մշակվեն այն թռիչքաձևերն ու վարժությունները, որոնց իրականացումն արդեն մարտական իրավիճակներում դառնում է պարտադիր։ Պատասխանատվության առումով բացառություն չէ նաև առաջիկայում սպասվող շքերթը։ Միաժամանակ օդ է բարձրանալու 1 տասնյակից ավելի մարտական մեքենա։ Վարժությունների վերաբերյալ մանրամասներ չներկայացնենք ու պահպանենք դրանց հաճելի անակնկալի կարգավիճակը։ Միայն ասենք, որ դեռ այսօր մշակվում են դրանց առանձին մասնաբաժիններ։ Թռիչքային խմբի անդամների ընտրությունը եւս պատահական չէ։ Հաշվի առնելով օդաչուի թռիչքային վարպետությունը, մարտական պատրաստությունը, դա բոլորը հաշվի առնելով իր գիտելիքների մակարդակը, ընտրվում են կոնկրետ կազմի օդաչուներ, որոնք իրականացնում են այդ օղակի կազմով թռիչքը։ Նույն իրավիճակում են գտնում նաև մեր երիտասարդ օդաչուները, որոնք նույնպես իրականացնում են ուսումնական մարզական թռիչքներ, որը հետագայում իրենց տալու է ավելի բարձր կարգ, ավելի հմտություն։ Բայց ներկայիս դրությամբ իրենք արդեն կարող են կատարել իրենց առջև դրված տվյալ խնդիրը։ Այս ամենը միտված է նաև թռիչքների գեղագիտական կողմի ապահովմանը։ Նպատակը միայն աղմուկով սուրալը չէ, այլ գեղեցիկ պայեղ պարգևելը։ Խմբային թռիչքները իրենցից արդեն մեծ գեղեցկություն են ներկայացնում, հատկապես եթե գետնից ես նայում։ Ինձ թվում է, որ պետք է մեր ժողովրդին դուր գա տվյալ խմբային թռիչքները։ Ընդհանրապես անհնար կլիներ այս վարժությունների մշակումն ու իրականացումը, եթե չլիներ տեխնիկական անձնակազմի աճալրջությունը։ Յուրաքանչյուր թռիչքից առաջ տղաներն ուշադրությամբ ստուգում են երկաթե թռչունների ամեն մի հանգույց, որpիսի դրանք չհրաժարվեն արտենոտում, դրանով իսկ ստեղծելով չնախատեսված իրավիճակներ։ Այնպես որ ընդամենը հաշված րոպեներ տևող գեղեցիկ թռիչքների կյանքի կոչումը մի ողջ թիմի աշխատանք է։